Շուտով Գորիսում, Սյունիքում ապակենտրոնացված համագործակցության կոնֆերանսը շուտով տեղի կունենա 5-րդ, սա շատ կարևոր համագործակցություն է մեր երկու երկրների հարաբերությունների միջև եւ որոնք իդեպ նախորդել են մեր դիվանագիտական հարաբերություններին, սա նաեւ քաղաքական նշան է, որ սա տեղի է ունենում Սյունիքում եւ այս առիթով Գորիսում Ֆրանսիան հյուպատոսական գործակալություն կբացի եւ քանի որ Հայաստանի հետ Ֆրանսիան երկարատև պարտավորություն է ստանձնում, մենք մի քանի փաստաթուղթ ենք այսօր ստորագրել, որոնք մենք մեր ապագա հարաբերությունների խարիսխը կլինեն, ինչպես քիչ առաջ ասացինք, մեր երկու նախարարությունների միջև համաձայնագիրը, երկու ֆրանսիական ձեռնարկությունների միջև համաձայնագիր, ինչպես նաև մի համաձայնագիր, որը շնորհիվ որի Expertise France կազմակերպությունը կհաստատվի Հայաստանում, որի շնորհիվ մենք արդեն Հայաստանին տրամադրել ենք տարբեր փորձագետների։ Վերջապես Ֆրանսիան կշարունակի գործել հանուն Ֆրանսիայի եւ Եվրամիության հարաբերությունների ինտենսիվիկացման, լինի դա խաղաղության եվրոպական գործիքի վերաբերյալ վիզաների ազատականացումը, թե ենթակառուցվածքների թե կապակցվածության ծրագրերի մեջ ներդրումը, Ֆրանսիան միշտ պատրաստ կլինի աջակցել Հայաստանին, ապահովել այնպիսի մի հարաբերություն, որը գնալով ավելի ու ավելի կառուցողական կլինի։ Ահա տիկնայք եւ պարոնայք, ինչ թեմաների շուրջ ենք մենք քննարկել, ինչ թեմաների շուրջ ենք քննարկելու վարչապետ Փաշինյանի հետ եւ իմ գործընկեր նախարար Միրզոյանի հետ։